ծառայության Պետնատологիայի մանկաբարձար գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորաստանի ծառայության ղեկավարն եմ Արշակ Ջերջերյան։ Պարոն Ջերջերյան, երբ է բալիկը ձեզ մոտ տեղափոխվել, ու ինչ վիճակում։ Ես պատմեմ, հետո եթե ձեզ մոտ հարցեր կառաջանա։ 3 ամսի 10-ին, երեկոյան ժամը 21:14-15-ի շրջանում ազնակ ստացվեց, որ ընդունարանում շտապօգնության մեքենայով եւ ոստիկանների ուղեկցությամբ նորածին է ընդունվել։ Անմիջապես նորածների վերակենդանացման բաժանմունքի հետ հավաքաշուին ներքև է իջնում երեխային զննելու, գնահատում է երեխայի վիճակը ծանր, առաջին հերթին հիպոթերմիա, 3 ցավոք սրտի երեկոն բավական զով էր եւ երեխան ջերմաստիճանը իջել է մինչեւ 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար, հատկապես նոր ծնված նորածինների համար։ Բացի շնչական անբավարարությունից, որը տանելի բան է, բայց հիպոթերմիան հենց բավական վտանգավոր նշան է նորածնի համար։ Դա սառն է, չէ՞։ Այո, ջերմաստիճանը իջել է մինչեւ 30 աստիճան։ Ասեմ, որ չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պրոտոկոլ կա, որտեղ պետք է ժամական կես աստիճան Ցելսիուսի ման ջերմաստիճանը տաքացնելով, աստիճանաբար տաքացնելով երեխայի ջերմաստիճանը հասցնել նորմալ թվերի։ Ինչև արել ենք, հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է մեր համար 36.7, շնչական անբավարարություն ունի, դրա կապակցությամբ հատուկ CPAP ապարատի տակ է, տեսնենք շարքային նորածին մեզ համար։ Իսկ պորտալարը կտրված էր ու կաղարանը կապված չէ, հա։ Մեր տվյալներով պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են, կամ ոստիկանները, երբ որ ծննդատուն է ընդունվել, կլինիկա ընդունվելիս արդեն պորտալարը թանզիվով կապված եղել, բայց երկար կտրված չի եղել, իսկ մոտավորապես 25 սանտիմետր պորտալար դեռ կար։ Ինչ դա, բժիշկը երբ է ծնվել, դուք սովորաբար իմանում եք։ Մենք վստահորեն կարգացել, որ ծնվել է ամսի 10-ին։ Այո, հաստատ պորտալարի թարմությունից դատելով կարելի է մտածել, որ 3-ից 5-6 ժամական երեխա։ Կոնկրետ ժամ չի կարելի ասել, բայց վստահորեն ամսի 10-ին ծնված է։ Այսինքն, եթե պորտալարը այդ վիճակում է, ուրեմն ինքը ծնվել է ոչ ուշ հաստատությունում, չէ՞։ Վստահորեն, ինքը հաստատորեն ոչ հիմնակում չի ծնվել։ Կյանքի վտանգ չկա, բժիշկ։ Պատասխանատու բան եմ ասում, բայց կարծում եմ, որ ոչ։ Իսկ շնչառական խնդիրը ինչի է հետևում։ Մի քիչ վաղաժամ է ծնվել, մեր հաշվարկներով 36 շաբաթական երեխա։ Իսկ այլ խնդիրներ չունի, այսինքն ծնողների խնդիրների վարդությունները։ Զարգացման արատներ չենք տեսնում, նաև ասեմ, որ բռնության հետքեր չկան, այդքանը։ Քանի քաշ նորմալ է, ինչ 2550 գրամ քաշ ունի, 40 սանտիմետր երկարություն ունի։ Քաշը փոքրիկ է, չէ՞, համարվում։ Ձեզ համար փոքրիկ, մեզ համար բավական նորմալ քաշ է։ Իսկ այդ ապարատը ձեր կանխատեսմամբ ինչքան թվում է։ Ինքնուրույն չի շնչում հաստատ։ Ոչ, CPAP-ը ինքնուրույն շնչով երեխաների շնչական աջակցություն տրամադրող սարք է, շնչում է ինքնուրույն նորածինը, մենք օգնում ենք, որպեսզի երեխայի թոքերում լինեն միշտապես դրական ճնշում, որպեսզի երեխայի թոքերը ավելի ազատ շնչեն։ Դա գուցե 2-3-4 օր տեսնենք։ Անուն արդեն դրել են փոքրիկին։ Անունը մենք չենք դնելու, անունը սոցիալական ծառայություններն են դնելու։ Վերջերս մենք հենց նոր ճանապարհեցինք իրենց, իրենք եկան, ընկեցության մասին ակտ կազմվեց, քանի որ ծնողները պարզ չեն, գոնե այս պահին։ Այսինքն դուրս գրվելուց հետո պիտի տեղափոխվի մանկատուն։ Երեխայի բուժումը ավարտելուց հետո երեխան կգնա մանկատուն։ Այո։ Դահուց չէիք, չէ՞, ունեցել sense դեր։ 2 տարի առաջ Սուրբ Աստվածամայր տարան, բայց ոնց ձեր բուժկենտրոնում մեզ մոտ դահուց չկա։ Վաղուց չէ, մեր մոտ վերջին դեպքը 2007 թվականին։ Ես կանգառում էի դեր երեխային։ Դոկտոր, իսկ ԴՆԿ հետազոտությունները, որ բարձր ծնողներն ովքեր են, հետ համեմատենք։ Համեմատություն չկա։ ԴՆԿ-ն համեմատում ես ինչ-որ մեկի հետ, որ կասկածում ես։
դրանով հերքելով կամ հաստատելով, բայց ում հետ համատես։ Հերս եւ ճիշտ ոնց հասկա դուք չեք, չէ՞, ընդունել երեխային հերթապահ դեպքը, բայց ես առաջին վարքյանից այսպես ասած ղեկավարել եմ ընդունել երեխային թե ոչ, եթե կյանքից սպառնացող վտանգ չուներ, հավանաբար տեղափոխել մանկական այլ կլինիկա, ոչ ծննդատուն, բայց այդպես էր, որ ցանկացած ծննդատուն պարտավոր էր այդ երեխային այդ կլինիկական նշաններով վերցնել։ Երբ ոստվի երեխան։ Այդ բժշկությունը չի ենթադրում նման պատասխաններ։ Եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի հավանաբար 20-22 օր, բայց դարձյալ դա մեր համար շատ անկախատեսելի թվեր է։ Շնորհակալ եմ։